Ճգնաժամ ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Այսօր աշխարհում այնքան սրիկայություններ եւ անորոշություններ է տեղի ունենում, նույնը Հայաստանում, որ իրոք այս ամենը ճգնաժամ է։ Երբ որ դիտարկում ես 10 տարի առաջ մարդիկ թե Հայաստանում, թե արտասահմանում, ինչ ուրախ, ինչ երջանիկ էին ապրում, այսօր պատկերը ամեն տեղ փոխվել է, չկա մի տեղ, որ այդ ուրախ մարդկանց տեսնես, հատկապես կովիդից հետո, որը ստեղծել էին այդ նպատակով։ Այժմ ասենք մեր հարցերին, որտեղ է ճգնաժամը, գլոբալ մշակված տականք։ Երբ որ ասում եմ, որ սրան դեռ 93 թվականից պատրաստում էին, մի մասը չի հավատում։ Բրուտները ունեն այնպիսի ծրագիր, որը 1000 տարվա համար է, 500 տարվա համար է, իսկ մենք հայերս դա պետք է կարողանանք հասկանալ, թե ինչի այդ ժամանակ այդ ամենը։ Ինչի նա ներկայացրեց այս քարտեզը, այս ոչխարը եւ մի քանի տեղ տեղադրել եմ այս ամենը։ Նրա համար, որպեսզի հայերը ընդհանրապես սրանից հետո չբարձրացնեն Վիլսոնյան Հայաստանի գաղափարը կամ Արցախը, որը իրականում ռազմավարական տեսակետից ամենահզոր կետերն էր Հայաստանը պաշտպանելու համար, որպեսզի դա այլևս չվերադառնա։ Դա ոչ միայն մենք ենք հասկանում, այլև բրուտը եւ ամբողջ աշխարհն է հասկանում, որ դա ռազմավարական Հայաստանի սիրտն էր։ Նայեք այս նկարին, բոլորը, ես դիտել եմ համարյա բոլորին, ովքեր ներկայացնում են, որ այս տականք է այս օրերին էստեղից այնտեղա գնում, եւ այս սրտիկը։ Ձեզ ինչ է թվում, սա սրտիկ է։ Ոչ։ Եթե դիտարկում ես այս մասը, նա ցուցադրում է, որ դուք խոսելու իրավունք չունեք, միայն տեսնում եք եւ պոզավոր եք, պոզավոր։ Սրտիկը բրուտների թարգմանությամբ այս դիրքը, որը ինքը ընդունել է, դա նշանակում է դուք պոզավոր անասուններ եք։ Եվ ինքը դա 1000 անգամ 1000 ձևով ասել է հայերին, եւ Հայաստանում բոլորը լուռ են։ Այս պահելու ձևը, այսպես, որ տալիս եմ ամեն ինչ, այս պահելու ձևը, որ ամբողջը ձերն է, եւ պատահականություն, այստեղ ոչ մի տեղ չկա սրա պահվածքի մեջ, չկա մի տեղ, որտեղ լինի պատահականություն։ Երբ դիտարկում ես այս ամենը, ապա տեսնում ես, որ այս տականքը նույնիսկ արդեն շոր է կարել տվել իր համար, իր տերերը որքան ասել են, նա դա պահպանում է եւ դա է նրա համար կարևորը, ոչ միայն իր համար կարևորը, կամ այս ձևը, այս ձևը, այս ձևը, սրանք բոլորը վերևից գլոբալ ձևով նրան տրված է։ Նայեք Տրամպի պահելաձևին, նայեք Էրդողանի պահելաձևին, Նատանյախոյի պահելաձևին, սրա պահելաձևին, այս բոլորը նրանց տվել են, որպեսզի այդ ձևով, նույնիսկ շարժուձևը, նույնիսկ այս ամենը, ինչ է կատարում ինքը, ինչ են նրան տվել, որպեսզի այս ձևով նա ներկայանա կամ նման տիպի, որպեսզի հետագայում Հայաստանը վերացնելուց հետո հայերին ցույց տան, ասեն տեսեք, եւ դուք սրան էիք ընտրել, բա մենք ինչ անենք, մենք ինչով ենք դրանում մեղավոր, այ հարցը հենց դրա մեջ։ Եվ նրա շարժուձևի մեջ, կամ խնձոր ուտելը եւ այլն, կամ ճանապարհներին այլ բաներ զղթքվելը, դրանք բոլորը նույնպես ծրագրավորված, ստեղծված, որպեսզի մարդիկ չհասկանան իրականությունը։
Այժմ դիտարկենք նաև այստեղ այս մասը։ Այս բոլորը սրանք և մյուսները նորից ճանապարհ են հարթում այս խնձոր ուտող տականքի հետ կամ այստեղ կարտոֆիլ։ Նայեք ճաշը ուտելու ձևը։ Ֆիլմում ինքը շարժում է հետ առաջ, բայց եթե նրան արդեն սովորեցրել են, թե ինչպես ինքը պետք է վարվի, երբ որ գնում է արդեն հանդիպումների, նրա մի ձեռքը պահված է, բայց ձեռքը պետք է լիներ սեղանին, նա պետք է նստեր ուղիղ, ոչ թե ինքը մոտենար, այլ գդալը բարձրացներ դեպի իրեն։ Այս ամենը, ինչ ձևով նա սա անում է, սա ինքը չի, սա ուզում է հետագայում բրուտը, որպեսզի աշխարհը տեսնի, որ հայերը տեսեք ինչքան բռի, ինչքան աննասուն ազգ են հայերը։ Այստեղ ոչ մի հայկական բան չկա։ Եվ նաև դիտարկեք, այստեղ էս է անում, իբր Հայաստանում անելու բան չկա, այս է անում, կամ մարդկանց վրա հարձակվելը, բոլորին վիրավորելը, ինչի համար է նա դա անում, որովհետև պատասխան չկա, տղամարդ չկա, ոնց որ սա էր ասում, Հայաստանում թե կա մի տղամարդ, թող դեմս դուրս գա, ինքն էլ մլիցեքի հետև է, նույնն էլ սա է անում, որպեսզի հետագայում պարզ է արդեն, որ ներկայացվի, որ տղամարդ չկար, ինչ եք ուզում, այ կնանիք, աշխարհից դուք ինչ եք ուզում, և բոլորը այս 18 թվականին դուրս են եկել Նիկոլ, այսօրվա քաղաքական ուժերը և մնացածը Հայաստանի ձեր ասած էլիտան, ոչ թե դա էլիտա է, դա աղբակույտ է, քաղաքագետներ, գործիչներ և այլն, Նիկոլի թիկունքին կանգնենք, հեղափոխություն է, ոչ մեկը չնկատեց, որ սա հեղափոխություն չի։ Այս մի քանի ֆիլմը առաջի օրվա դիտելուց չհասկացաք, որ սա հեղափոխություն չի։ Այսինքն Հայաստանում ամեն ինչ կեղծված է, այդ քաղաքական գործիչներ և այլն, դրանք բոլորն էլ լավ հասկանում էին ինչ է կատարում, ժողովրդի գլխի տակ էին փափուկ բարձ դնում, քանի որ բոլորն էլ ստացող են։ Էս էլ Նիկոլի էս քանի օրվա հավաքն է։ Մեկն էլ գրել է 111-ը Խալթեցին ինչ են մտածում Հայաստանի համար, ինչի չեն օգնում։ Խնդրեմ օգնությունը։ Երբ որ ասում են թուրքական ցեղեր են, այս մնացածը, ովքեր Հայաստանում մնացել են և ջհուդներ, որոնց ոչ միայն Տիգրան մեծը բերեց, այլև 15 թվականին նույնպես ներխուժեցին Հայաստան, սրանք հենց դրանք են։ Այստեղ հայ ոչ մի մարդ չկա, նայեք այս ֆիլմերը, ոնց են, միայն Նիկոլ, Ցմահ Նիկոլ, այդ ֆիլմերը դիտեք, տեսեք, որ էս է Հայաստանում կատարում։ Այժմ Նարիմանովյան սահմանադրությունը, երբ 2015 թվականին սահմանադրությունը փոխվեց, Հայաստանի Հանրապետության սահմանադրության վարչապետի պաշտոնավարման ժամկետների քանակի որևէ սահմանափակում նախատեսված չէ։ Սա Եվրոմիությունն էր, Բրուտյան ստրուկ Եվրոմիությունն էր ստիպում Նարիմանովին, որ դա ընդուներ, և Նարիմանովը ընդունեց, ժողովուրդը այստեղ ոչ մի ծպտուն չանեց, ի տարբերություն Հանրապետության նախագահի, ով կարող է ընտրվել միայն մեկ անգամ 7 տարի ժամկետով, ըստ 15 թվականի փոփոխությունների, վարչապետի դեպքում գործում են հետևյալ սկզբունքները. անսահմանափակ վերընտրություն, նույն անձը կարող է վարչապետ ընտրվել այնքան անգամ, որքան նրա քաղաքական ուժը կամ կոալիցիան կստանա ազգային ժողովի պատգամավորների ձայների մեծամասնությունը, այսինքն ՑՄԱ կարող է Նիկոլը քանդել Հայաստանը և վերացնել։ Կապն ազգային ժողովի հետ, վարչապետի լիազորությունների ժամկետը սերտորեն կապված է խորհրդարանի լիազորությունների ժամկետի հետ։ Եթե չեն ուզում, ազգային ժողովը որոշում են նորն են դնում, այդ արդեն պարզ է։
Հասկանում եք, որ սա նույնպես Բրուտը Նարիմանովի օգնությամբ ներդրեց Հայաստանում և Հայաստանի ընտրողները այսօր որ լաց են լինում, ոչինչ չասացին հենց նրա համար, որովհետև սահմանափակ էր, պետք որ Նիկոլը մնար, որպեսզի քանդեր մինչև վերջ։ Դրա համար Եվրոմիությունը ամեն օր հարյուրանոց մեխով մխում էր Նարիմանովին և Նարիմանովը սա արեց։ Եթե Նարիմանովը, Քորլևոնը, այդ Ռոբերտ Ումուդովը մնացածը հայ էին, կասեին, որ ժողովուրդ այս սահմանադրությունը մեկ ընտրի, դա բոլորիս վնաս է։ Հասկանում եք էստեղ։ Այժմ այս նոր ընտրությունների ժամանակ այս ուժերն են լինել։ Սա Քորշյան նոր նախագիծն է։ Այստեղ նշումներ կատարենք և մի քանիսի թողնենք։ Այս ջհուդին ընդհանրապես բոլորդ էլ գիտեք, որ չպետք է ձայն տրվի։ Այս ադրբեջանցուն նույնպես պետք է ձայն չտրվի։ Այս Լևոնյան լվացքատներին և իբր հայրենասերներին նույնպես։ Իր ախպոր գերեզմանը ուրացած այս կնոջը նույնպես պետք է ձայն չտրվի։ Լևոնի առաջի շանը նույնպես պետք է ձայն չտրվի։ Այստեղ տակին մնում է սա, սրան պետք է ձայն չտրվի, և այստեղ այս երկուսի խաղն է հիմնականում, սրան առաջ են քաշել, սրան զորագից քաշեն, որպեսզի տեսնեք։ Այստեղ մնում է այս անձնավորությունը, մնում է այս անձնավորությունը, այս երկուսը, մնում է այս բևերը, այս երիտասարդը, մեկ էլ այս երիտասարդը։ Մնում են այսքանը։ Այսինքն ժողովուրդը պետք է այսքանի մեջ ընտրի։ Եթե գրագիտությամբ համարենք, ապա մեջների ամենագրագետը համարվում է այս տղան։ Եթե հարուստ, ապա համարվում է այս անձը։ Հիմա սրանք այսքանը որքան շանս ունեն և ովքեր են իրենք, այդ մասին առայժմ նորից չեմ ասում, դուք ինքներդ որոշեք։ Հայաստանում հնարավոր է առանց ԼՏՊ-ի ինչ-որ նման մի շարժումներ գոյություն ունենա, թե ոչ, թե սրանք էլ ծաղիկների են տերևներն են, որոնք պետք է ավելի զարդարեն, որպեսզի նաև հայերը չհասկանան, թե այս ընտրությունները իրոք արդար մաքուր ընտրություն է, թե նույն կեղծիքն է։ Ինձ թվում է Հայաստանում լավ էլ այս ամենը հասկանում են և այստեղ նորություն չկա, և Վիկիպեդիայից հիմնական մասնակիցներ և թեկնածուներ, քաղաքացիական պայմանագիր, կուսակցություն 15-20%, Նիկոլը, Նոր ուժ, Հայկ Մարության, չկա, Հայաստանյան դաշինք, Ռոբերտ Քոչարյան, դաշինքի կազմում է Հայ հեղափոխական դաշնակցությունը, վարկանիշը 7-10, ըստ իրենց, Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան դաշինքը 10-15%, Հանրապետական կուսակցություն, Արամ Սարգսյանը 3-5%, Միասնական թևեր կուսակցություն, Արման Թաթոյանն է 5-8%, Հայ ազգային կոնգրես 1-2 Զուրաբյանը, Ուժեղ Հայաստան կուսակցություն, Սամվել Կարապետյանը 7-2-ից մինչև 13-4% սահմաններում։ Ես նաև կբացատրեմ, թե սա ինչպես են հաշվում, այսօր այդքան ժամանակ չկա, և այստեղ հասկանալին որն է, ժողովուրդը նույնպես ծախված է Հայաստանում, ժողովուրդը նույնպես չի հասկանում, ովքեր հասկացող
և կա ինչ-որ չափով ինտելիգենցիա Հայաստանում, նրանք լուր են, բայց եթե պետք է արդեն տակը մնար 1, 2, 3, 4, 5, 6 կուսակցություն է մնացել, այս 2, 3 վերևը, 1, 2, 3 ներքևը, 6 կուսակցություն է մնացել, ապա այս 6 կուսակցությունը դուք ինքներդ նույնպես ուսումնասիրեք, իմ էլեկտրական փոստի համարը գիտեք, ենտեղ գրեք, եթե վատ բան են կատարել, բայց ես ավելի մանրամասն կխոսեմ ամեն մեկի մասին, հետագայում, թե ով է։ Այժմ նրանց բոլորին հանգիստ եմ թողնում այն պատճառով, քանի որ դեռ թեկնածություն չեն տվել, բայց այս ամենը նորից նույն ցիրկն են սարքելու, ինչ-որ ամեն մի ընտրությունների ժամանակ։ Այժմ ուսումնասիրենք նաև այլ թեմաներ, ուսումնասիրենք հյուսիսային Եվրոպան, սա հյուսիսային Եվրոպայի քարտեզն է այսօր, որը կա, սա 1900 թվականին, նայեք 100 տարվա մեջ, որքան է փոխվել Եվրոպայի քարտեզը, տարբերությունները ինքներդ դիտարկեք և ուսումնասիրեք, այստեղ միայն նշեմ, որ ավստրո-հունգարացիք, գերմանացիք և ռուսները միանգամից 3 ուժ իրար մեջ բաժանել էին Լեհաստանը, բայց ազգերի լիգայի համաձայն Լեհաստանը ստացավ իր տարածությունը, չգիտեմ որքանը, և Ֆրանսիայից բերվեց լեհական լեգիոնը ազատագրեց իր տարածությունները և այսօրվա Լեհաստանը արդեն իր տարածություններով ճանաչված երկիր է, իսկ մենք հայերս այդ ամենը ոչ մի անգամ չենք կատարել և միայն կիսաանգրագետ հայություն է Հայաստանում, այժմ հյուսիսային Եվրոպայի ազգերին ուսումնասիրենք, անգլոսաքսոնական ժամանակագրություն, այս տեսության գլխավոր աղբյուրը անգլոսաքսոնական ժամագրությունն է 9-րդ դար, որի հենց առաջին տողում գրված է Բրիտանիա կղզու առաջին բնակիչները բրիտներն էին, որոնք եկել էին Հայաստանից, Արմենիա, և սկզբում բնակեցել են Բրիտանիայի հարավը, սա ճշմարտություն է, քանի որ կղզու հյուսիսային մասում, այսպես վերցնենք, այստեղ բոլոր տեղերը ապրում են, բացի այս մասը, հայ աստվածները, առևտրականներ և այլն, եկան այստեղ, սա ճշմարտություն է, բայց այս ճշմարտությունը նաև սակայն ժամանակակից պատմաբանների մի մասը կարծում է, որ սա կարող է լինել տարասխալի արդյունք, հին ձեռագրերում Արմենիա և Արմորիքա, այսօրվա Ֆրանսիայի Բրետան նահանգը, բառերը շատ նման էին գրվում և հնարավոր է հեղինակը նկատի է ունեցել նաև Բրետանը, բայց դա սխալ է։ Գենետիկական հետազոտություններ, որոշ ժամանակակից հետազոտություններ, այդ թվում Օքսֆորդի համալսարանի գենետիկոս Սթիվեն Օփենհայմերի աշխատանքները ցույց են տալիս, որ բրիտանացիների և իռլանդացիների գենոֆոնդում կան հետքեր, որոնք տանում են դեպի Մերձավոր Արևելք և հայկական լեռնաշխարհ։ Գյուղատնտեսների միգրացիա, մոտ 8000 տարի առաջ նեոլիթյան դարաշրջանի գյուղատնտեսները հայկական լեռնաշխարհից և Մերձավոր Արևելքից շարժվել են դեպի Եվրոպա, իրենց հետ բերելով գյուղատնտեսական մշակույթի և համապատասխան գեները։ Այստեղ
R1B հապլոխումբը հայերի և արևմտաեվրոպացիների, հատկապես իռլանդացիների և ուելսցիների մոտ գերիշխող R1B գենետիկական մարկերը ըստ որոշ վարկածների ունի արևելյան ծագում։ Մշակութային և լեզվական զուգահեռներ գոյություն ունեն տեսություններ կուլտական և հայկական մշակույթների նմանության մասին, խաչքարեր և կելտական խաչեր, իռլանդական բարձր խաչերի և հայկական խաչքարերի միջև կան ակնառու նմանություններ, այստեղ նաև շեշտեմ, որ երկուսն էլ դրվում են բաց տարածության մեջ, բայց մյուս ազգերի մոտ դա միայն եկեղեցիներում։ Լեզվական կապեր որոշ լեզվաբաններ մատնանշում են հին իռլանդացիների և հայերի միջև առկա արմատական նմանակությունները, օրինակ կարմիր բառը։ Թեև պաշտոնական գիտությունը, այսինքն բրուտները, սա դեռ համարում է վիճելի վարկած, գենետիկական և պատմական տվյալները հաստատում են, որ հայկական լեռնաշխարհի հնագույն բնակչությունը հսկայական ազդեցություն է ունեցել ամբողջ Եվրոպայի, այդ թվում բրիտանական կղզիների ձևավորման վրա։ Այստեղ սա էլ այն փաստաթուղթն է, որտեղ որ հայերն են հանդիսանում բրուտները, բրիտները իրենց լեզվով ասած, բայց այդտեղ ազատ է եղել այդ տարածությունը, այս հարավային մասը ազատ է եղել, դրա համար հայերը եկել են հարավ, իսկ այստեղ Իռլանդան, Ուելսը և այլն այստեղ նրանք եղել են և նրանց հետ կողք կողքի ապրել են, մինչև հետագան կուսումնասիրենք կտեսնենք։ Հնարավոր է, որ անգլիացիք եկվոր են ինչպես հայերը, իսկ մնացած բնիկ պատմական և գենետիկական տեսանկյունից մի կարևոր տարբերությամբ բոլորն էլ ինչ-որ չափով եկվոր են պարզապես տարբեր ժամանակաշրջաններում։ Ինչ եմ ասում, որ մնացածը բացի անգլիացիները եկվոր չեն, քանի որ նրանք անընդհատ պայքարում են դրա դեմ, և հայերն էլ են պայքարել, երբ որ անգլիացիք եկել են։ Ահա թե ինչպես է դա աշխատում բրիտանական կղզիների պարագայում։ Անգլիացիները որպես ուշ եկվորներ, նրանք եկել են մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում Գերմանիայից և Դանիայից, սա օֆիցիալ տվյալներն է, բայց նրանք ոչ թե Գերմանիայից ու Դանիայից են եկել, եթե մենք նայում ենք քարտեզը, ապա նրանք հենց եկել են այս ճանապարհով։ Նրանք բոլորը նորվեգացի են։ Անգլիացիք, նրանք նորվեգացի են և նույն վայրյակ վիկինգ ցեղին են պատկանում։ Նրանք դա են և դրա համար այստեղ, քանի որ Գերմանիան նշվում է, նրանք այստեղից են հարվածը տվել հայերի ու նրանց մեջ, հետագայում հայերին ոչնչացնելով կամ հայերն էլ իրենց պետքն էլ չի եղել, անցել են և սրանց ստրկացրել։ Բացի ստրկացնելը, նաև նրանց կանանց առաջին օրը միայն այդ օրորդ աղջիկներին անգլիացիք էին օգտագործում, հետո տալիս իրենց։ Նաև այդ սրիկայությունն են կատարել այս տեղաբնիկների նկատմամբ, և իրոք իրենք տեղաբնիկ չեն համարում, իրենց իրական գենը, որը իրենք գաղտնի են թողնում, իբր այստեղից են, այս Գերմանիայից, այստեղից, Դանիայից, Մանիայից են եկել, դա սուտ է, նրանք եկել են այստեղից, այս ճանապարհով։ Նրանք ստիպել են բնիկներին, կելտական ցեղերին նահանջել դեպի լեռնային շրջաններ, Ուելս և Շոտլանդիա։ Հետևաբար անգլիացիների գենոֆոնդը ավելի մոտ է գերմանական և սկանդինավյան ժողովուրդներին։ Ովքեր են բնիկները, այնինչ մենք անվանում ենք բնիկ բրիտանական, կելտական, իրականում ավելի հին միգրացիաների արդյունք է։
Բրոնզե դար մոտ 4500 տարի առաջ։ Այս բրոնզե դար եւ այս դարեր, որ նրանք ասում են, ոչ մի նման դար չի եղել։ Եղել է համայնականից հետո եղել է հայ աստվածների արդեն համայնքներով, հետո պետություն կազմեն, այս է իրենց տարածքը եւ այլն, հետագայում բրիտների դուրս գալուց հետո ստրկատիրական, ֆյոդալական հասարակարգ եւ մնացածը գիտեք։ Հենց այստեղ է հայտնվում R1B գենը, որը եկել է արևելքից, հայկական լեռնաշխարհից։ Կղզու նախորդ բնակիչներին, նրանց ովքեր կառուցել են Stonehenge-ը, հայերը այդ թվականներին լինելով այնտեղ կառուցել էին այդ աստղադիտարանը։ Այսպիսով, այսօրվա իռլանդացիներն ու ուելսիները, որոնք մենք համարում ենք բնիկ, իրականում այդ հնագույն արևելյան միգրանտների ժառանգներն են, բայց նրանց մի մասը այդտեղ եղել է, այստեղ նույնպես բրուտները խիտրություն են անում, իբր հայերն են, որ եկել են այդտեղ, այսինքն ուելսին ու իռլանդացին, դրանք շոտլանդացին, դրանք բան չեն, տեղացի չեն։ Զուգահեռը հայերի հետ, հայերի պարագայում պատկերը մի փոքր այլ է։ Գենետիկական վերջին հետազոտությունները ցույց են տալիս, այս իրենք են կատարել այս հետազոտությունները, բոլորը որ ասում եմ, այս իրենց հետազոտություններից է վերցրած այս ամբողջը, որ հայերը ավտոխրոն տեղաբնիկ են, Հայաստանում հայերը տեղաբնիկ են, բայց հիմա էլ սկսել են, որ Ալիևն է տեղաբնիկ, հայերս տեղաբնիկ չենք։ Հայկական գենաֆոնդը կայունացել է դեռևս բրոնզե դարում, մոտ 3000-4000 տարի առաջ, այս էլ է սուտ, ի տարբերություն անգլիացիների, որոնք եկել ու փոխել են տեղի լեզուն եւ մշակույթը, հայերը ձևավորվել են հենց հայկական լեռնաշխարհում առկա հնագույն ցեղերի միախառնումից։ Հայերը ոչ մի ցեղերի միախառնում չի եղել եւ չի մասնակցել, ինչպես նշել եմ, որքան հարված եղել է լուսին երկիր, ապա միայն Արարատյան դաշտավայրում եւ Արարատ լեռան շրջակայքում այդ ամբողջին հայկական տարածությունում այդ միայն այդ տեսակներն են իրար միացել։ Իսլանդացիների պարագայում պատկերը շատ ավելի հստակ է եւ հետաքրքիր, քանի որ նրանք համարվում են աշխարհի ամենալավ ուսումնասիրած գենետիկական խմբերից մեկը։ Իսլանդացիները, ի տարբերություն բրիտանացիների, մաքուր եկվոր ժողովուրդ են, քանի որ 9-րդ դարը կղզին անմարդաբնակ էր։ Նրանց գենետիկան ունի իր յուրահատուկ առանձնահատկություն, որը գիտնականներն անվանում են գենետիկական միքս։ Տղամարդիկ, սկանդինավներ, իսլանդացի տղամարդկանց Y քրոմոսոմների հայրական գիծը 80%-ը ունի նորվեգական վիկինգների ծագում։ Այդ ճիշտ է, կանայք, կելտեր, բրիտանացիներ։ Իսլանդիայի կանանց միտոքոնդրիտ ԴՆԹ մայրական գիծ ավելի քան 60%-ն ունի կելտական ծագում՝ Իռլանդիա եւ Շոտլանդիա, այսինքն անգլիացի այդ վիկինգները, նորվեգացի, անգլիացի, դրանք սա նույն վիկինգներն են, գալով այստեղ նաեւ հայ կանայք են վերցել եւ տարել Իսլանդիա։ Ինչպես է դա ստացվել։ Վիկինգները Նորվեգիայից դեպի Իսլանդիա նավարկելիս ճանապարհին կանգ են առել բրիտանական կղզիներում, այնտեղից իրենց հետ վերցրել հաճախ որպես գերի կամ կին տեղի կելտուհիների եւ բնակեցնել նոր հայտնաբերված կղզին։ Սա այս մասը ճիշտ է։ Քանի որ իսլանդացիների մայրական գիծը մեծամասամբ կելտական է, իսկ կելտերի նախնիները, ինչպես խոսեցին, կապվում է արևելքից եւ հայկական լեռնաշխարհից եկած գենի ու զանգակաձև գագաթների մշակույթի հետ, ապա իսլանդացիների եւ անուղղակիորեն կրում են այդ հնագույն արևելյան ժառանգությունը։
Այս մասը ճիշտ է։ Այսօր իսլանդացիները համարում են ամենահին եւ անփոփոխ պահպանված գերմանական լեզուն։ Հետաքրքիր է, նմանություն իսլանդական եւ հայկական մշակույթների կամ բնավորությունների միջև օրինակ դիմացկունությունը։ Հայկական եւ բրիտանական կղզիների ներառյալ Իռլանդիան եւ Իսլանդիան մշակութային զուգահեռները հաճախ թվում են զարմանալի, բայց դրանք ունեն խորը արմատներ, որոնք գիտնականները կապում են հենեվրոպական ընդհանուր ժառանգության կամ վաղ միջնադարյան քրիստոնեական կապերի հետ։ Այս մասը իրենք կեղծում են, բայց այն որ կա նաև ճշմարտությունը եւ իսլանդացիք եւ շոտլանդացիք միշտ դա շեշտում են եւ մեզ հետ կապը, այդ ժամանակ անգլիացիք նրանց մի հատ հարվածում կամ ոչնչացնում են, որոշ ժամանակ լռում են, բայց նորից նրանց մեջ արթնանում է եւ պատերազմը անընդհատ այդ գարշելի անգլիացիների դեմ։ Ահա ամենաակնառու մշակութային կապերը, խաչքարեր եւ կելտական բարձր խաչեր։ Սա ամենատեսանելի նմանությունն է։ Իռլանդական եւ շոտլանդական հնագույն քարեր խաչերը եւ հայկական խաչքարերը զարմանալիորեն նման են իրար։ Զարդանախշեր երկու մշակույթներում էլ օգտագործում է անվերջ հյուսվածքի մոտիվը, որը խորհրդանշում է հավերժությունը։ Կառուցվածք երկուսն էլ կառուցվել են որպես հուշարձաններ, բայց երկնքի տակ, ինչը եզակի երևույթ է քրիստոնեական աշխարհում, այլ երկրներում խաչերը հիմնականում եկեղեցիների ներսում էին։ Այս մասին կա ես ավելորդ նորից սկզբից ասեցի։ Էպոս եւ առասպելաբանություն, վիշապների պաշտամունք, ինչպես հայկական լեգենդներում կան վիշապաքարեր եւ Վահագն վիշապաքարի կերպարը, այնպես էլ կելտական եւ սկանդինավյան իսլանդական առասպելներում վիշապը կենտրոնական կերպար է։ Հսկաներ Հայաստանում, ինչպես գիտեք, կային նաև հսկաներ, ավելի բարձր մարդիկ, քան մենք ենք։ Իռլանդական հսկաների կածանը եւ հայկական քարերի սիմֆոնիան գառնի ոչ միայն բնական տեսքով են նման բազալտեսյուներ, այլև երկու ժողովուրդների մոտ էլ կապվում են հսկաների մասին առասպելների հետ։ Դրանք առասպելներ չեն, հսկա մարդիկ եղել են, հետո բրիտանացիք, անգլիացիք ոչնչացրեցին։ Այս մասը արդեն ինձ հետաքրքիր չի, ձեզ համար եմ ասում, եկեղեցիական ճարտարապետություն։ Հետազոտողները նկատել են, որ վաղ քրիստոնեական իռլանդական մատուռները իրենց պարզությամբ եւ քարե կառուցվածքով շատ նման են Հայաստանի 4-ից 7-րդ դարերի միանավ բազելիկներին։ Կա վարկած, որ արևելքից Հայաստանից եւ Ասորիքից վանականները հասել են մինչև Բրիտանիա, իրենց հետ բերելով շինարարական ավանդույթները։ Իսլանդական սագաները եւ հայկական պատմագրություն իսլանդացիները, ինչպես եւ հայերը, ունեն պատմությունը գրի առնելու եւ սերունդներին փոխանցելու հզոր մշակույթ։ Ազգային ինքնություն, թե իսլանդական սագաները, թե Մովսես խորենացու հայոց պատմությունը ծառայում են որպես ազգի ծննդական, որտեղ մեծ տեղ է գրավում նախնիների քաջագործություններին եւ ազգի ծագումնաբանությանը։ Խոհանոցային նմանություններ նույնպես կան, թեև աշխարհագրորեն հեռու են, բայց կան ընդհանրություններ հիմնված գառան մսի մշակման, ուտելու ձևի եւ այլն եւ կաթնամթերքների վրա։ Օրինակ, իսլանդական սկիռը իր բաղադրությամբ եւ պատրաստման եղանակով շատ մոտ է հայկական քամած մածունին։ Հետաքրքիր փաստ 19-րդ դարի անգլիացի բանաստեղծ Լորդ Բայրոնը, ով հայերեն է սովորում Վենետիկի մխիթարյանների մոտ, ես նույնիսկ իր անկողին է, իր նկարը այդտեղ, որ սենյակում է մնացել, ամեն ինչ տեսել եմ այդտեղ, շատ լավ
վարժարանը Մխիթարյան վարժարանը թեպետ իմ իմացած տվյալներով այսօր սարսափելի ռեմոնտի կարիք ունի ինքը, շատ վատ իրավիճակում է, շատ մեծ տարածություն ունի եւ Վենետիկի ամենագեղեցիկ պալատը գտնվում է հենց այդտեղ։ Նրա պալատներից մեկը Վենետիկի ամենագեղեցիկ պալատնա, որը իմ եղած ժամանակներում վարձակալում էին մեծ գումարներով, իսկ այժմ ինչքան գիտեմ շատ վատ իրավիճակում է եւ հայերը չեն օգնում։ Ասել է Հայաստանի պատմությունը պետք է լինի ամբողջ աշխարհի պատմությունը, քանի որ այնտեղ է եղել մարդկության օրանը։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ բրիտանացի մտավորականներն են զգացել այդ խորը կապը։ Իսկ իր սովորած Բայրոնի սովորած ժամանակ Մխիթարյան վարժարանը շատ ավելի բարձր մասնագետներ է ունեցել, քան այսօր կամ երբևէ, եւ նա ստացել է բարձրագույն գիտություն։ Սկանդինավցիների, նորվեգացիներ, շվեդներ, դանիացիներ եւ հայերի միջև կապը եւս շատ խորն է, թե առասպելաբանության, թե գենետիկական առումով։ Այստեղ ամենազարմանալի կապը հենց սկանդինավյան գլխավոր աստվածների ծագման պատմությունն է։ Օդինը եւ Ասիայի ասերի կապը։ Սկանդինավյան ամենահայտնի պատմիչ Սնորի Սթուրլուսոնը 13-րդ դար իր կրտսեր Էդդա աշխատության մեջ գրում է, որ սկանդինավյան աստվածները, ասերը իրականում մարդիկ էին, ովքեր եկել էին Ասիայից, որն այն ժամանակ հաճախ նույնացվում էր հայկական լեռնաշխարհի հետ։ Ըստ լեգենդի, նրանց առաջնորդ Օդինը իր ժողովրդին բերել է հարավ-արևելքից դեպի հյուսիսային Եվրոպա։ Շատ հետազոտողներ ասեր անվանումը կապում են ալանների կամ հենց մերձավոր արևելքի հնագույն ցեղերի հետ։ Գենետիկական հարավային հետքը գենետիկան հաստատում է, որ Սկանդինավիայի բնակչությունը ձևավորվել է երկու հիմնական ալիքով։ Որսորդ հավաքիչներ, որոնք այնտեղ էին Սարցե դարաշրջանից հետո, Յամնայա մշակույթի ներկայացուցիչներ, որոնք մոտ 5000 տարի առաջ արևելքից հայկական լեռնաշխարհի հարևանությամբ գտնվող տարածքներից շարժվեցին դեպի հյուսիս։ Նրանք իրենց հետ բերեցին այս երկու հապլոխմբերը, ձիերին եւ անիվավոր սայլերը։ Երբ որ ես մի ժամանակ հնարավորություն ունեի 111-ին գրում էի, հիմա միայն իրանք են ինձ առաջադրանքներ կամ հուշումներ տալիս։ Այդ ժամանակ ես ասացի, որ հայ աստվածները նույնպես անասունություն են արել այդ ժամանակ, ինչ էին նրանք սարքեր եւ այլն տանում, հասկանալով, որ մարդը ունի բարդ ուղեղ եւ ցանկացած պահի կարող էին նրանք սրիկայություն անել հենց իրեն ձեռք մեկնող։ Չէին ընդունում այս ասածը, բայց այսօրվա աշխարհը դա է ապացուցում, ես ապացույցներին եմ նայում։ Մշակութային եւ կրոնական նմանություններ, արևի պաշտամունք։ Այստեղ արևի պաշտամունք, որ դուք տեսնում եք, արևի պաշտամունքը շատ տեղերում են նշում, իբր հայերս էլ հեթանոս ենք, արևի պաշտամունքը ոչ թե ինչ-որ հեթանոսական ծես է, քանի որ հայան ինքը եկել է արևից, արեգակնային համակարգությունից, ոչնչանալով իրենց մոլորակը, նրանք համարվել են արևի որդիներ, նույնը տիտղոսը իրենց ոչնչանալուց հետո երկիր մոլորակում, արևորդիներ տիտղոսը մենք ենք ստացել հայերս, եւ արևի պաշտամունք ոչ թե դա ինչ-որ քրիստոնեական ծեսի նման ծես է, այլ հասկացել են, որ արևը դա կյանքի հիմքն է, ոչ թե պաշտամունք է դա եղել,
այլ գիտականորեն այդպես ընդունել են, ոչ մի պաշտամունք, զոհաբերություն արևին բան չի եղել, այդ մնացածը կեղծիքներ են բրուտի կողմից, ինչպես հայկական հեթանոսական մշակույթում արև աստված հայ գնահապետ, այնպես էլ հնագույն սկանդինավյան ժառանգություններում արևի անիվը կենտրոնական խորհրդանիշ է։ Կենաց ծառ սկանդինավյան Իգդրասիլ աշխարհի ծառը զարմանալիորեն նման է հայկական կիրառական արվեստում և գորգագործության մեջ հանդիպող կենաց ծառի խորհրդանիշին։ Պատահականություններ նման ոչ միտեղ չեն լինում։ Ռունագրեր և հայկական նշանագրեր։ Որոշ սիրողական հետազոտողներ փորձում են նմանություններ գտնել սկանդինավյան ռունագրերի և հայկական հնագույն նշանագրերի կամ ժառապատկերների միջև, թեև գիտականորեն դա դժվար է ապացուցել, այսինքն չեն թույլատրում, ոչ թե դժվար է ապացուցել։ Տեխնոլոգիական փոխանակում, վարյագներ, ավելի ուշ շրջանում, մեր թվարկությունից առաջ 9-ից 11-րդ դարեր, վիկինգները անցնելով Դնեպր և Վոլգա գետերով հասնում էին Կասպից ծով և Հայաստան։ Հայտնի է, որ բյուզանդական կայսրերի թիկնազորում ծառայում էին և վիկինգներ, և հայեր։ Սա բերում էր մշակութային և առևտրային սերտ շփման, օրինակ սկանդինավյան հողերում հայտնաբերվել են հայկական մետաղադրամներ և զարդեր։ Ամփոփելով, եթե բրիտանացիների դեպքում կապը ավելի շատ զանգակաձև գագաթների միջոցով է, ապա սկանդինավների դեպքում դա յամնայա մշակույթի հզոր ներխուժումն էր, որը փոխեց հյուսիսային Եվրոպայի դեմքը։ Այստեղ սա կարդացի ոչ թե նրա համար, որ սա կարևոր է, հիշեք մեր թվարկությունից առաջ 9-ից 11-րդ դար։ Բյուզանդական կայսրություն չի եղել, դա եղել է ամբողջը հայկական, բայց այստեղ մի բան, վիկինգները եկել էին ծառայելու, վիկինգները չեն եկել ծառայելու, վիկինգները եկել էին ուսումնասիրելու տեղանքը, թե ինչպես մեզ ոչնչացնեն, և հետագայում բերեն իբրև արաբներ, հետո պարսիկներ, հետո մոնղոլ, թուրք և այլն, և Հայաստանը ոչնչացնեն։ Եվ ես հայ և մի քանի պատմաբանների, երբ որ կարդում էի, բայց այս մասում օֆիցիալ նաև Սկանդինավիայի այս փաստաթղթերում սա բերում էր մշակութային և առևտրային սերտ շփման, օրինակ սկանդինավյան հողերում հայտնաբերվել են հայկական մետաղադրամներ և զարդեր, այսինքն ոչ միայն ավիրում ոչնչացնում էին գյուղերը, հետո գնում իբր թուրքը կամ մյուսն է գրավել Հայաստանը, այլ նաև իրենք էլ են զարդերը և ոսկին գողացել և անհետացել։ Էնպես որ ինչքան էլ սուտ են ասում, հետագայում այդ սուտը գալիս է և բռնվում ինչ-որ միտեղ։ Դրա համար մի փոքրիկ այդ Սկանդինավիայի այդ ծայրամասում գտնվող նորվեգացիք, որոնք հետո մի մասը անգլիացի են կոչվում և այլն, նրանք կարողացան ամբողջ աշխարհի հերը անիծել։ Եվ երբ որ ես ասում եմ բրուտ, ես շատ չեմ ուզեցել, որ դուք խորանաք։ Հիմնականը դա բրուտն է հենց ինքը, որին ներկայացրել եմ, իսկ երկրորդը դա նաև Նորվեգիայի թագավորը։ Նրանք միասին են այդ ամենը անում և իրար թև թիգունքի գործում է բրուտը, բայց սա նեյտրալ է մնում նրա համար, որպեսզի եթե աշխարհը հասկանա սրան վերացնեն, ինքը իբր նաև ինքը դեմ կանգնի սրանց, բայց իրենց կաշին փրկեն այս մասում, որը իրենց հիմնական հայրենիքն է։ Այժմ հասկացաք այս ամենը, և հիմա մի քանի հարցեր, որ հայերն են տվել այս օգտատերերից, աստղերը էներգիա հաղորդում են, թե ոչ։
Երկիր մոլորակին ամենամոտը գտնվում է Արեգակը 150 միլիոն կիլոմետր, իսկ աստղերը այնքան հեռու են, որ կետ են երևում մեզ։ Աստղերը տալիս են էներգիա, նույնը արևն է տալիս էներգիա։ Եթե էներգիայի նկատի ունեք ինչ-որ մի ձեր նշած աստվածային էներգիա, նման բան չկա։ Այսինքն Արեգակից ամենաշատը Արեգակից դուրս են գալիս թե մասնիկները, եւ այդ մասնիկները գալիս են հասնում են երկիր։ Բացի այդ, երկիրը նաեւ տիեզերքից է ստանում, բայց եթե տոկոսային հարաբերության վերցնենք, ապա մոտարապես 90% Արեգակից է գալիս, իսկ մնացած 10%-ը գալիս է տիեզերքից, օրինակ աստղերից, որը շատ փոքր թիվ է։ Եվ դրա համար, երբ որ ես շեշտում եմ, երբ որ Արեգակը դուրս է գալիս, այդ ժամանակվանից լինել Արեգակի ազդեցության տակ, ոչ թե սենյակներում, այլ դրսում կամ ինչ-որ մի ժամի, այս ընթացքը, այս 12 ժամը կամ 8 ժամ նայած ամառ ձմեռ կամ 13-4 ժամ նայած որ երկրում, այս ընթացքը, երբ որ Արեգակն է լուսավոր մասը, սա շատ կարևոր է եւ այդ ընթացքում եք դուք ստանում ձեր էներգիան, թե մասնիկները, իսկ դրանից հետո գիշերը քնելու ժամերն է, որպեսզի դուք հանգստանաք, քանի որ այդ ժամանակ դուք չեք ստանում այդ մասնիկները ավելի շատ, քան գիշերը, որպեսզի ձեր օրգանիզմը եւ կարգավորվի եղածով եւ կարողանա հանգստանա։ Եվ դրա համար հայերը նույնպես աքաղաղին սովորեցել են, երբ որ լույսը տեսնում է Արեգակին, նա սկսում է արդեն ծուղրուղու կանչել, եւ սա նույնպես պատահականություն չի։ Հայաստանի մասին Խալթեցին ինչ է մտածում։ Ես ասել եմ մի քանի ֆիլմում, թե ինչ են իրենք մտածում, ես իրենց հետ կապ չունեմ եւ իրենք էլ իմ ասածը լսողը չեն, նրանց կարծիքով Հայաստանում հիմիկվա մնացածները դրանք խառնուրդներ են, ոչնչություն են իրենցից ներկայացնում եւ մնացած մի 7-8%-ի համար նրանք գլխացավանքի տակ չեն ուզում ընկնել, իմ կարծիքն է դա, իրենց պատասխանը ես չունեմ։ Դրա համար նրանք պատրաստում են նաեւ զույգեր, նրանք տարբեր փորձեր են կատարում, միայն այդքանը կարող եմ ասել, ավելին ես տեղեկություն չունեմ, որպեսզի ասեմ։ Եթե ես լինեի, ինչ կանեի, եթե ես լինեի Հայաստանում մոտարապես 200,000 մարդ իրենց խամբաջիկներ, ընտանիքներ սաղ միասին վերցրած այդքան կլինին, բոլորին կգնդակահարեի, որպեսզի մնացածը հասկանան եւ մնացածը նաեւ մեղք չունեն այդտեղ, որ նրանց հետ ոչնչանում են։ Այսքանը։ Այստեղ մոռացա ասեմ, որ շոտլանդացիներին, երբ որ անգլիացիք այստեղից եկան եւ հայերին ջախջախելով հարավային մասում, շոտլանդացիներին, երբ որ նրանց կանած օրիորդներին բռնաբարում էին, նրանց ստիպեցին այդ կելտերը հագնել, այսինքն յուբկաները կանացի, հայերեն շրջազգեստ է երևի կոչվում, այդ շրջազգեստը հագնել, հետագայում, երբ որ նրանց առաջարկեցին դա փոխել, նրանք չփոխեցին, որպեսզի նշելով, որպեսզի անգլիացիները հիշեք, որ դուք բարբարոս եք, վիկինգ բարբարոսներ եք, վիկինգները բարբարոս են նշանակում եւ դուք բարբարոս եք, դրա համար նրանց ազգային զգեստը մինչ օրս դա մնաց։ Մյուս հարցը, որի մասին նաեւ այստեղ նշեմ, դուք տեսել եք որևէ մի ղեկավար այս 4 տականքներից, որ համայն հայերին դիմի, ասի Հայաստանի վիճակը այսօր ծանր է, ինչ մեթոդներ ով ունի կամ ինչպես կարող եք օգնել, հայտարարում ենք համահայկական ժողով, որպեսզի կարողանանք մեր հայրենիքը փրկել։ Այսինքն
Սրանք այս ճանապարհով Հայաստանը տանում են լրիվ լիկվիդացման, եւ դա քորի ծրագիրն է, որը կատարում են այս բոլորը։ Նորից եմ կրկնում, այստեղ այս երիտասարդները 6 հոգի են մնացել այս խումբը, եթե նրանք պետք է տան իրենց տեխնացությունը, ապա դիտարկեք սրանց եւ սրանց մասին էլ ինձ թվում է այս մնացածի մասին ասելու ոչինչ էլ չկա, մնում են այս 6-ը, իսկ այս 6 հոգու մասին ես վերջում կտամ իմ գնահատականները, բայց առայժմ, քանի որ սրանք հանդիսանում են տականքները բոլորը, այս տականքներին հանում ենք, թողնում ենք այդ 6-ին, թողնում ենք 6-ին եւ նաեւ այն հարցը քննարկեք ձեր մեջ, թե ինչի սա շեշտեց, որ սա պետք է լինի, բայց Հայաստանի այսօր այս իրավիճակում ոչ մեկն էլ հիմար չի գտնվի, թեկուզ նաև այս մարդկանց մեջ, որպեսզի ինքը Հայաստանի ղեկը վերցնի, առանց այն էլ արդեն այնքան են քանդել, որ կառուցելու ոչինչ էլ չի մնացել։ Հասկացեք այսքանը։ Այսքանով վերջացնենք։